Շնորհակալ եմ մեծարգո նախագահ, հարգելի գործընկերներ, Տիկին Խամանյանը դահլիճում չէ, նրա հետ մեր բանավեճը կշարունակենք, երբ նա այստեղ լինի եւ ուրեմն այս պահին խոսենք պարոն Վարդևանյանի հետ։ Պարոն Վարդևանյան, ձեր պատասխանների մասին այստեղ գնահատականներ հնչեցին։ Ես նույնպես մի գնահատական կհնչեցնեմ, ես չգիտեի, որ դուք այդքան էզոթերիկայի կողմնակից եք։ Երկու անգամ ձեզ ինչ որ տարբեր ժամերային տարբերությամբ հարցեր հնչեցին հնարավոր իշխանափոխությունը հիմնավորելու համար դուք մի անգամ ասեցիք, որ այդ տեսեք հեղափոխությունից առաջ 105 падգամավոր էր խորհրդարանում, հիմա էլ է 105 падգամավոր, մնում եք ասել զուգադիպություն է, չեմ կարծում, որ այդպես է։ Հետո մի ուրիշ առիթով ժամեր անց ասեցիք, որ այ հեղափոխությունից առաջ նախորդ իշխանությունը եւս 49% էր հավաքել, հիմա դուք էլ զուգադիպություն է, կարծում եմ, որ ոչ։ Սրանք ոնց որ խաղարկային գուցե պատասխաններ են կամ չգիտեմ ով այդ թվային էզոթերիկայի սիրահարը, բայց հաստատապես ոչ քաղաքական, ոչ իրավաբանական պատասխաններ չեն։ Իմ հարցին տված պատասխանը ես ձեզ անճշտությունների մասին հարց տվեցի, դուք սղագրել եմ ձեր պատասխանը, որ փորձեմ հասկանալ, գուցե ոնց որ բանավոր խոսքում ռետորաբանությունը խանգարում էր ինձ հասնել բովանդակությանը։ Չէ, սղագրեցի չօգնեց եւ սենց տարբեր բառեր են կողմ տարա, վերջում գիտեք ինչա պատասխանը մնացել։ Դուք ինձ պատասխանել եք։ Անճշտությունները դնենք մի կողմ, ասում եք ինչու դա քննարկենք եւ ասում եք. Եթե վերաքվեարկություն տեղի ունենար, ինչ էր լինելու։ Ընտրական օրենսգիրքը փուլ էր գալու։ Այսևի պատասխան ինձ Գագիկ Ծառուկյանը կարար տար, ասեր, թողնեք էլի մենք է մասնակցենք քաղաքական աշխատանքներին, ինչ էր լինելու, ինչ անճշտություններ։ Մի հատ վերաքվեարկություններ նշանակեիք, գայինք այստեղ տեղավորում։ Ինքը կարարա։ Դուք չեք կարող նման պատասխան տալ։ Սահմանադրական դատարանում ձեզ թույլ չեք տա այս պատասխանը հնչեցնել, ես այնտեղ եղել եմ, հետևել եմ բանավեճին, հարգելիներս, ես կարծում եմ, որ 9-րդ գումարման ազգային ժողովը չի կարող նորմալ մեկնարկ ունենալ, եթե այդ ընտրությունների կարևորագույն հարցին, ընդ որում Տիկին Խամանյանը կարծում է, թե սա անհարմար հարց է, սա ամենահարմար հարցն է մեզ համար քաղաքականապես, իր բառերով ամենաշահեկան հարցն է, եւ ես կարծում եմ մի համապարփակ գնահատական, թե ինչ է տեղի ունեցել Բարգավաճ Հայաստանի եւ Գագիկ Ծառուկյանի ձայների հետ, պետք է հնչի սղագրության համար առնվազն ազգային ժողովի ապագայում, ինչպես ես եմ գնում եւ կարդում, համոզված եմ ապագա մի падգամավոր կամ երիտասարդ հետազոտող կընթերցի այս ելույթը, սա ինչու եմ ասում, թեթև ձանձրալի կարող է լինի այս տեխնիկական պահերը, բայց գուցե եւ ձեզ էլ հետաքրքիր լինի, թե վերջ-վերջո մեր ընտրական օրենսգիրքը ինչ է ասում այս ամենի մասին։ 48-րդ հոդվածը։ Ես լեզվաբան եմ, բառերին եմ ուշադրություն դարձնում, ասում է. քվեարկության ընթացքում, ոչ թե ընտրությունների ընթացքում, քվեարկության ընթացքում տեղի են ունեցել սույն օրենսգրքի պահանջների այնպիսի խախտումներ, որոնք կարող էին էապես ազդել քվեարկության արդյունքների վրա եւ հնարավոր չէ պարզել քվեարկության իրական արդյունքները։ Սա ինչի մասին է խոսքը։ Տեղամասային մակարդակում ընտրությունները չեղարկելու պայմանների մասին է խոսքը։ Երեք բանի վրա եմ ուզում հրավիրել ուշադրությունը, որ առաջինը ասեցի, քվեարկության ընթացքում, ոչ թե ամբողջ ընտրությունների ընթացքում։ Օրինակ ընտրակաշառքի բերումով տեղամասում ընտրություններ չենք կարող չեղարկել տեղամասում, որովհետև քվեարկության ընթացքում պետք է խախտումներ տեղի ունեցած լինեն։ Երկրորդ բանը, երբ այս կարգավորումը առաջին անգամ հայտնվել է ընտրական օրենսգրքում հեռավոր 2011 թվականին, այն ուներ եւս մեկ պայման։ Գրված էր, իսկ խախտումը արտահայտված չէ անճշտություններում, որը թույլ է տալիս մեզ պնդել, որ անճշտությունները դրանք խախտումների թվային արտահայտություններն են։ Իսկ իրականում իսկապես սա կրկնվող է եւ հանվել է, ես դեմ չեմ, որ հանվել է, բայց սա թույլ է տալիս մեզ տեսնել, որ անճշտությունը դա խախտման թվային արտահայտություն է։ Հետեւաբար, երբ որ ինչ-որ մի բան ուզում ենք գնահատել, խախտման ազդեցությունը, անճշտության ազդեցությունը պետք է գնահատենք ընտրությունների արդյունքների վրա։ Եվ երրորդ, հոդվածից ակնհայտ է, որ եթե որևէ ընտրական տեղամասի քվեարկության արդյունքներ անվավեր են ճանաչվել, մենք այլևս չենք կարող գնալ եւ այդ արդյունքներից մեջբերեր թվել որպես հնարավոր քվեներ, որովհետև գրված է, որ կարելի է տեղամասում չեղարկել, եթե հնարավոր չէ պարզել քվեարկության իրական արդյունքները, եթե հնարավոր է, ուրեմն պետք չէ չեղարկել։ Հաջորդ հոդվածը ընտրական օրենսգրքի 72-րդ հոդվածը ասում է, որ ընտրական տեղամասում քվեարկության արդյունքներն անվավեր ճանաչվելու դեպքում այդ տեղամասում քվեարկության մասնակիցների թիվը արձանագրվում է որպես տեղամասում անճշտությունների գումարային չափ, իսկ անխտիր մյուս բոլոր թվերի փոխարեն գրվում է 0։ Սա շատ կարևոր է, որ ընտրական օրենսգիրքը ինչ է այդ 0-ները, որ ասում է, բոլոր ուժերին 0 տվեք։ Դա էլ դրա ցուցիչն է, որ չեք կարող գնալ հետ, ընդեղից որսալ մի որևէ արժանահավատ թիվ։ Իսկ այդ ընտրատեղամասերում բոլոր քաղաքացիների թվով գոյանում են անճշտություններ։
Ընտրական օրենսգրքի 95-րդ հոդվածը սահմանում է, որ ազգային ժողովի մանդատների բաշխմանը մասնակցում է այն ուժը, որը հատում է կողմ բոլոր ուժերին, կողմ քվեարկած քվեաթերթիկների ընդհանուր թվի եւ ահա այդ նոր ահռելի թվով անճշտությունների գոյացած թվից, հայտարարից, բազայից 4%, 8%, 10% հաղթահարած ուժերն են ուրեմն անցնում խորհրդարան։ Ընդ որում երկրներ կան, որտեղ այդ բազան այլ ձևով եւս ուրճացվում է։ Երկրներ կան, բոլոր անվավեր քվեաթերթիկները պետք է ավելացնել բազային։ Երկրներ կան, այդ երկրի բոլոր ընտրողներից է հաշվվում տոկոս, այ ոնց որ Տիկին Գալստյաններ է այստեղ ասում, բայց մեր օրենսգիրքը ուրիշ ձև է ասում, մենք չենք կարող ոչ աշխարհասփյուռ հայերից տոկոս հաշվել, ոչ մեր բոլոր քաղաքացիներից, բայց կարող ենք անճշտությունների թիվը ըստ օրենքի եւ բոլոր ուժերի կողմ քվեներից հաշվել այդ տոկոսները։ Եվ վերջապես ընտրական օրենսգրքի 101-րդ հոդվածը սահմանում է, որ եթե ընտրությունների ընթացքում տեղի են ունեցել այս օրենսգրքի, այստեղ ուշադրություն, արդեն փոխվեց, ընտրությունների ընթացքում, ոչ թե քվեարկության օրը, ընտրությունների ընթացքում տեղի են ունեցել այնպիսի խախտումներ, որոնք կարող էին ազդել ընտրությունների արդյունքների վրա, այսինքն համապետական արդյունքների վրա, ապա կենտրոնական մարմինն է փոխվեց։ Նա ընտրատեղամասն էր, սա կենտրոնականն էր, ընտրական հանձնաժողովը որոշում է ընդունում առանձին ընտրական տեղամասերում վերաքվեարկություն անցկացնելու մասին, եթե այդ միջոցով հնարավոր է շտկել այդ խախտումների հետևանքները։ Նկատենք, որ բասահմանադրական դատարանը, վարչական դատարանն է այդ վեճը լուծող ընտրական, բայց մի ընդհատեք ինձ, չեմ հասցնի ստիպված պետքա շարունակենք այդ բանավեճը։ 101-րդ հոդվածը չի նախատեսում որևէ անվավեր ճանաչված արդյունքներով ընտրական տեղամասի ավտոմատ վերաքվեարկություն, այլ հակառակը նախատեսում է խախտումների ընդ որում դատավոր Դիլանյանը ձեզ երկար բարակ հարցեր տալիս է սրա մասին, ձեր այդ վարչական մի բան ասեիք իրեն, մի բան բացատրեիք, համոզեիք, գրեր, այդ ձեր ասած վարչական դատարանի որոշման մասին ասում էր։ Պարոն Վարդովանյան, ինչ։ Այս անգամ ուրեմն համապետական այս անգամ այդ Ձեզ ազդեցությունը նայելով է խոսում, բայց ձեզ հետ չի խոսում։ Շարունակեք Տիկին Կարապետյան։ Այս անգամ այդ ազդեցությունը պետք է գնահատվի համապետական արդյունքների վրա եւ արդեն բոլոր խախտումները ամբողջ ընտրությունների ընթացքում։ Ավելին, 101-րդ հոդվածի պարզ ընթերցանությունը ցույց է տալիս, որ այս հոդվածում խոսքը ոչ միայն անվավեր ճանաչված արդյունքներով ընտրական տեղամասերի խախտումների մասին է, այլ ինչպես ասեցի, առհասարակ ամբողջ ընտրությունների ընթացքում գրանցված խախտումների մասին։ Ես ասեմ կրկին 2011 թվականին այս հոդվածի մեջ ընտրությունների ընթացքումի փոխարեն եղել է քվեարկության ընթացքում եւ օրենսդիրը փաստորեն դիտավորությամբ այդ հոդվածի մեջ փոփոխություն է կատարել 2011 թվականից հետո։ Ընտրական օրենսգրքի հոդվածների այսպիսի համակցված ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ խախտումների ազդեցությունը գնահատվում է երկու անգամ ընտրական տեղամասի մակարդակում, քվեարկության օրվա խախտումները առանձին ընտրական տեղամասում արդյունքները անվավեր ճանաչելու հեռանկարով եւ համապետական մակարդակում ընտրությունների ընթացքում տեղի ունեցած բոլոր խախտումները առանձին ընտրական տեղամասում վերաքվեարկություն նշանակելու հեռանկարով։ Անվավեր ճանաչված արդյունքներով ընտրական տեղամասի խախտումները ստանում են թվային արտահայտություն անճշտությունների տեսքով։ Այդ անճշտությունների եւ հետեւաբար այդ ընտրական տեղամասի խախտումների ազդեցությունը ներառված է բոլոր ուժերի ստացած տոկոսները որոշող բանաձևի մեջ։ Եվ գիտեք, ես կարող էր մեր ընտրական օրենսգիրքը առավել շռայլ բանաձև ունենար կուսակցություններին, քաղաքական ուժերին խորհրդարան ներս գալու թույլ այդ բանաձևի մեջ եւ ունեցել է 95 թվականին մենք ունեցել ենք մի ընտրական օրենսգիր, որտեղ եղել է երկու բանաձև։ Մի բանաձևը այսօրվանն է, այսինքն բոլոր ուժերը պետք է իրենց վրա կրեն անճշտությունների բեռը։ Եվ եղել է մեկ այլ բանաձև, որում այդ բոլոր անճշտությունները գումարվել են որպես կողմ քվեներ, պատկերացնում եք, այսինքն այդ 4000 ձայնը ոչ թե պակասող ձեր երևակայության մեջ այսքան 150 կամ չգիտեմ ինչքան, այլ բոլոր 4000 ձայնը հերթով տրվել է շեմը չհաղթահարած բոլոր ուժերին որպես նրանց կողմ քվեներ, ստուգելու համար նրանցից որևէ մեկը կհաղթահարեր շեմը այդ պարագայում, թե ոչ։ Սա 95 թվականի օրենքն է եղել Հայաստանի Հանրապետության։ Եվ եթե պարզվել է, որ այդ առավելագույն լավատեսական սցենարով որևէ ուժ կհաղթահարեր շեմը, ապա այդ ընտրատեղամասերում նշանակվել է վերաքվեարկություն։ Այսպիսի շռայլ բանաձև Հայաստանի օրենսդրության մեջ եղել է եւ հանվել է։ Օրենսդիրը իր կամքով, դիտավորությամբ այս փոփոխությունները արել է դեռ վաղ 2000-ականներին եւ ես համոզված եմ, որ սա տեղի է ունեցել այդ տակտիկական քվեարկության ռիսկերը նվազեցնելու, թե հայաստանյան, թե միջազգային փորձը
ընտրությունները տորպեդահարելու, կանխելու նպատակով։ Սա իհարկե ամբողջը չէր, բայց դեռ ունենք 5 տարի։ Շնորհակալ եմ։